Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համառոտ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։ Նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին վերաբերող հարցեր։ Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ չափազանց լարված, եւ միջազգային հանրությունը փորձում է կանխել հակամարտության վերածումը լայնամասշտաբ պատերազմի։ Իրանը սկսել է հարվածների նոր շարք, թիրախավորելով Իսրայելի ռազմական օբյեկտները եւ տարածաշրջանում գտնվող ամերիկյան ուժերը, իսկ ԱՄՆ ռազմածովային ուժերը երրորդ ավիակին են ուղարկել Մերձավոր Արևելք։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իրանը չի հարձակվի այլ երկրների վրա, եթե նրանց տարածքից հարձակումներ չլինեն։ Փեզեշքյանը ներողություն է խնդրել տարածաշրջանի երկրներից, հայտարարելով Թեհրանը կդադարեցնի հարձակումները։ ԱՄՆ-Իսրայել տանդեմը փորձ է անում ինչպես իրանական որոշ ուժերի, այնպես էլ քրդական համայնքներին ներգրավել Իրանի դեմ սանձազերծած հակամարտության մեջ, նպատակ ունենալով վերջիններիս օգտագործել իրանական ռեժիմի տապալման համար։ Քրդերն այս անգամ կարծես զգուշավորություն են ցուցաբերում։ Էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման կարգը Հայաստանում փոխվում է։ Կառավարության ընդունած որոշմամբ ներդրվում է շարժիչի հզորության հաշվարկման նոր մեթոդաբանություն, որը ըստ գործադիրի պետք է ապահովի ավելի արդար, միատեսակ եւ կանխատեսելի մոտեցում։ Հետապնդում է հարուցվել քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի նախկին առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանի նկատմամբ։ Քրեական հետապնդումներ են հարուցվել ոստիկանության եւս 4 նախկին պաշտոնյայի նկատմամբ։ Անցնող շաբաթվա քրեական քրոնիկոնը տեսանյութում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների, նաև երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է կայունության եւ խաղաղության շուտապույտ հաստատման անհրաժեշտությունը։ Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Իրանում Հայաստանի դեսպանությանը դիմել են Հայաստանի քաղաքացիություն ունեցող երկու քաղաքացիներ։ Նրանցից մեկը առանց խոչընդոտների վերադարձել է Հայաստան, երկրորդ քաղաքացու վերադարձի կազմակերպման գործընթացն էլ շարունակվում է եւ դեսպանությունը նրա հետ գտնվում է մշտական կապի մեջ։ Ընդհանուր առմամբ Իրանից Հայաստան տեղափոխվող Հայաստանի քաղաքացիների սովորականից էապես տարբերվող խոսք չի նկատվել։ Իրանում կապի սահմանափակումներով պայմանավորված Հայաստանի դեսպանությունը նաև աջակցում է Իրանում գտնվող հայրի վերաբերյալ տեղեկությունների փոխանցմանը նրանց հարազատներին։ Միաժամանակ դեսպանությունը անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերում Իրանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագետներին եւ նրանց ընտանիքների անդամներին ըստ անհրաժեշտության Հայաստանի տարածքով դեպի իրենց երկրներ վերադարձի կազմակերպման հարցում։ Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ չափազանց լարված եւ միջազգային հանրությունը փորձում է կանխել հակամարտության վերածումը լայնամասշտաբ պատերազմի։ Իրանը սկսել է հարվածների նոր շարք, թիրախավորելով Իսրայելի ռազմական օբյեկտներն ու տարածաշրջանում գտնվող ամերիկյան ուժերը, իսկ ԱՄՆ ռազմածովային ուժերը երրորդ նավատորմն են ուղարկել։ Հաստատվել է, որ Ջերալդ Ֆորդ ավիակիրը եւ դրա հարվածային խումբը միջերկրական ծոցից անցել է Սուեզի ջրանցքով ուղղելով դեպի Մերձավոր Արևելք։ Այն միանալու է Աբրահամ Լինկոլնին, որը ներկայում գտնվում է Պարսից ծոցում։ ԱՄՆ զինված ուժերը ծրագրում է հարվածել Իրանի այն հատվածներին, որոնց մինչև հիմա հարվածներ չեն եղել, հայտարարել է նախագահ Տրամպը։ Իրանը այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է։ Այսպես կմնա տասնամյակներ շարունակ մինչև կապիտուլյացիան կամ լիակատար փլուզումը, գրել է նա սոցիալական հարթակի իր էջում։ Իրանը համակարգված հարձակում է սկսել Իսրայելի թիրախների դեմ կիրառելով բալիստիկ հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ սկսել է իրական խոստում 4 գործողության 21-րդ ալիքը։ Թիրախում են եղել Թել Ավիվի կենտրոնական հատվածում գտնվող օբյեկտները, որոնց ուղղությամբ արձակվել են Խեյբար հրթիռներ եւ հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Իրանական հրթիռային հարվածներ են հասցվել նաեւ Իսրայելի բանակի մի շարք օբյեկտների Թել Ավիվում, Հայֆայում, Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանի տարածքում։ Թեհրանը միաժամանակ հայտարարել է, որ թիրախավորել է նաև Պարսից ծոցում գտնվող ամերիկյան ռազմաբազաները։ Հաղորդվում է, որ հարձակումը իրականացվել Քուվեյթի ափերի մոտ գտնվող ամերիկյան նավթատար նավի վրա, որի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Իսկ Արաբական Միացյալ Էմիրություններում Ֆուջեյրա նավահանգստի մոտ գտնվող նավամթերքի խոշոր պահեստում հրդեհ է սկսվել խոցված անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելուց հետո։ Ֆուջեյրայի պահեստը նավթամթերքի ամենախոշոր պահեստներից մեկն է ամբողջ Մերձավոր Արևելքում։ Իրանի ռազմական հրամանատարության Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբը նախազգուշացրել
հայտարարել է, որ առաջիկա օրերին Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ կապված թիրախների դեմ հարվածների տեմպերն ու մասշտաբները կարող են զգալիորեն աճել օդային, ծովային եւ ցամաքային ուղղություններով։ Իրանը հայտարարել է, որ չի փակել Հորմուզի նեղուցը, սակայն Իսրայելի կամ Միացյալ Նահանգների հետ կապված նավերը չեն կարող անցնել այդ ջրային ճանապարհով։ Միևնույն ժամանակ հարվածի են ենթարկվել Բաղդադի օդանավականում գտնվող Վիկտորիա ամերիկյան ռազմաբազան եւ մասնավոր ռազմական կապալառու ընկերության շտաբը։ Միաժամանակ հաղորդվում է, որ ամերիկա-իսրայելական ռազմական ինքնաթիռները գրեթե շուրջօրյա հարվածներ են հասցնում Թեհրանին։ Ըստ միջազգային լրատվամիջոցների Իսրայելի պաշտպանության բանակի հարվածի հետևանքով սպանվել է նաեւ Իրանի գերագույն առաջնորդի աշխատակազմի ղեկավարը։ Տարածաշրջանային լարվածության ֆոնին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը տարհանում է հազարավոր մարդկանց մերձավոր արևելքի տարբեր երկրներից։ Մենք տարհանում ենք հազարավոր մարդկանց մերձավոր արևելքի տարբեր երկրներից։ Դա տեղի է ունենում անաղմուկ, բայց առանց ընդհատումների։ Պետդեպարտամենտը պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ղեկավարությամբ հիանալի աշխատանք է կատարում։ Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է հասնել իր ռազմական նպատակներին առաջիկա շաբաթների ընթացքում։ Մենք կարծում ենք, որ գործողության նպատակներին հասնելու համար կպահանջվի 4-ից 6 շաբաթ։ Նախագահը, որպես զինված ուժերի գլխավոր հրամանատար, կորոշի, թե երբ Իրանը այլևս սպառնալիք չի ներկայացնի Միացյալ Նահանգների համար։ Միջազգային դիվանագիտական ակտիվությունն այս ընթացքում նույնպես շարունակվում է։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ներկայացնելով Իրանում տեղի ունեցող զարգացումները։ Մենք հավատարիմ ենք տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, սակայն առանց վարանելու պաշտպանում ենք մեր երկրի արժանապատվությունն ու ինքնիշխանությունը։ Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, որոնք թերագնահատել են Իրանի ժողովրդին եւ հրահրել այս հակամարտությունը։ Կրեմլի փոխանցմամբ Վլադիմիր Պուտինը վերահաստատել է Մոսկվայի դիրքորոշումը մերձավոր արևելքում ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու եւ քաղաքական դիվանագիտական կարգավորման ուղղում վերադառնալու անհրաժեշտության վերաբերյալ։ Ռուսական կողմը նշել է, որ Պուտինը մշտական կապի մեջ է Պարսից ծոցի արաբական պետությունների գործակցության խորհրդի երկրների ղեկավարների հետ։ Միևնույն ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը չի մասնակցում Իրանի դեմ պատերազմին, սակայն տարածաշրջան է ուղարկել ռազմական ուժեր իր քաղաքացիներին եւ դաշնակիցներին պաշտպանելու համար։ Տարածաշրջանային լարվածության ֆոնին նաև դիվանագիտական քայլեր են արվում։ Սաուդյան Արաբիան էլ ուղիղ բանակցություններ է սկսել Իրանի հետ, փորձելով կանխել հակամարտության վերածումը լայնածավալ պատերազմի։ Միաժամանակ Իրանում շարունակվում են իշխանություններին աջակցող ցույցերը, մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իրանը ենթադրաբար ահաբեկչական հարձակումներ էր նախապատրաստում Ադրբեջանում, թիրախավորելով Բաքու-Ջեյհան նավթամուղը, Իսրայելի դեսպանատունը եւ սինագոգը։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ հայտնաբերվել եւ վնասազերծվել են 3 պայթուցիկ սարքեր, իսկ Բաքվում ձերբակալվել է 8 մարդ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի հետ գործակցելու կասկածանքով։ Իրաքի անվտանգության ծառայություններն էլ հաղորդել են, որ Բաղդադում ձերբակալել են 5 ենթադրյալ իսրայելցի լրտեսների։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իրանը չի հարձակվի այլ երկրների վրա, եթե նրանց տարածքից հարձակումներ չլինեն։ Իրանի ժամանակավոր կառավարող խորհուրդը որոշել է այլևս չհարվածել տարածաշրջանի երկրներին, եթե նրանց տարածքից հարձակումներ չլինեն։ Թշնամու կապիտուլյացիայի երազանքները երբեք չեն իրականանա, հայտարարել է Փեզեշքյանը, ապա ներողություն խնդրել տարածաշրջանի երկրների վրա Իրանի հարձակումների համար, հայտարարելով Թեհրանը կդադարեցնի դրանք։ Նա նշել է, որ հարևան երկրների տարածքների հրթիռակոծումը պայմանավորված է նաև Իրանում ռազմական ուժերի հետ հաղորդակցության որոշ խնդիրներով։ ԱՄՆ-Իսրայել տանդեմը փորձ է անում ինչպես իրանական որոշ ուժերի, այնպես էլ քրդական համայնքներին ներգրավել Իրանի դեմ սանձազերծած հակամարտության մեջ, նպատակ ունենալով վերջիններիս օգտագործել իրանական ռեժիմի տապալման համար։ Չնայած ԱՄՆ նախագահի եւ Իսրայելի տարբեր պաշտոնյաների կողմից հնչեցվող խոստումներին, քրդերը այս անգամ զգուշավորություն են ցուցաբերում։ Իրանի դեմ սանձազերծված արդեն 1 շաբաթից ավելի ձգվող պատերազմական գործողությունները կարծես չեն տալիս այն արդյունքը, որին կայծակնային արագությամբ ձգտում էին հասնել Միացյալ Նահանգներն ու Իսրայելը, այն է տապալել Իսլամական Հանրապետության ռեժիմը։ Ուստի այդ նպատակին հասնելու համար Իսրայելա-ամերիկյան տանդեմը քննարկում է քրդական համայնքները ներգրավելու հնարավորությունը։ Դեռ պատերազմի առաջին օրերին տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ ցամաքային հարձակումներ իրականացնելու առաջարկ է արել ինչպես Իսլամական Հանրապետության հարավային շրջաններում ապրող քրդերին, այնպես էլ Իրաքյան Քուրդիստանին։ Չնայած այս առնչությամբ տեղեկությունների տարածումից հետո Վաշինգտոնը երգեց դրանք, սակայն ավելի ուշ այդ առաջարկն արդեն հնչեցվեց հրապարակային։ ԱՄՆ առաջնորդը բացահայտ հայտարարեց, որ պատրաստ է աջակցել իրանական քրդական խմբավորումներին, որպեսզի նրանք երկրորդ ճակատ բացեն եւ թույլատնեն իրանական իշխանություններին։
Կարծում եմ հրաշալի կլինի, եթե նրանք դա անեն, ես ամբողջությամբ կողմ կլինեմ։ Իսրայելական բարձրաստիճան պաշտոնյաներն ավելի հեռուն գնացին։ Նրանք քրդերին խոստացան Իրանի դեմ պատերազմելու դեպքում աջակցել, որպեսզի վերջիններս հասնեն քրդական ինքնավարության ստեղծման նաև Իսլամական Հանրապետությունում։ ԱՄՆ-Իսրայել խոստումներից հետո իրանական քրդական որոշ ուժեր կուսակցական մակարդակով կոալիցիա են կազմել եւ հայտարարել, որ պատրաստ են աջակցության դեպքում ապստամբություն սկսել, զինված հարձակումներ իրականացնել եւ թույլատրել իրանական ռեժիմը։ Իրանում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչ Խալիլ Նադիրն հայտարարեց, թե իրենց տասնյակ հազարավոր մարտիկներ տեղակայված են իրանական Քրդստանում եւ պատրաստ են գործակցել։ Պատերազմին մեր մասնակցությունը չի սահմանափակվում միայն Իրաքում գտնվող ուժերով։ Մեր ամենամեծ ուժը գտնվում է հենց Իրանի ներսում։ Եթե մենք միանանք պատերազմին, մեր պայմաններից մեկը կլինի իրանական Քրդստանի վրա անթռիչք գոտու հայտարարումը։ Եթե մենք մտնենք պատերազմի մեջ, դա չենք անի որևէ երկրի խնդրանքով կամ հրավերով։ Ի տարբերություն իրանցի քրդերի այլ դիրքորոշում ունեն Իրաքյան Քրդստանում։ Այստեղից հնչող հայտարարությունների համաձայն իրենք մտադիր չեն մասնակցել Իրանի դեմ ռազմական գործողություններին։ Ավելին քրդական առավել հայտնի շրջանակներ կոչ են արել ԱՄՆ-ին ու Իսրայելին հանգիստ թողնել քրդերին։ Մասնավորապես հրապարակային կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Իրաքի առաջին տիկին Շանազ Իբրահիմ Ահմեդը։ Նա նախ հիշեցրել է իր ժողովրդի պատմությունը, թե ինչպես են տարբեր ուժեր ու երկրներ զինված հակամարտությունների ժամանակ օգտագործել քրդերին եւ մոռացել ու դեն նետել որպես անպետք քիր։ Վերջինս մասնավորապես հիշեցրել է 1991 թվականին Իրաքում Սադամ Հուսեյնի վարչակազմի դեմ ապստամբելու կոչերը, որոնց իրենք անսացին եւ վերջում միայնակ մնացին։ Իրաքյան առաջին տիկնոջ պնդմամբ նույնն է տեղի ունեցել Սիրիայում, որտեղ եւս քրդերը միայնակ էին մնացել, հատկապես իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ։ Քրդերը շատ հաճախ հիշվում են միայն այն ժամանակ, երբ պետք է օգտագործել նրանց ուժը կամ նրանց զոհաբերել։ Այսօր Իրաքի քրդերը վերջապես հասել են կյանքի որոշակի կայունության։ Թույլ չենք տա, որ մեզ կրկին վերաբերվեն որպես մեծ տերությունների խաղերի գործիքի կամ զինվորների։ Ես դիմում եմ այս հակամարտության մեջ ներգրաված բոլոր կողմերին։ Քրդերին հանգիստ թողեք։ Մենք վարձկաններ չենք, մենք ժողովուրդ ենք, որը շատ լավ հիշում է իր ցավոտ պատմությունը եւ չի ցանկանում, որ այն կրկնվի։ Իդեպ վերջին տեղեկությունների համաձայն Իսրայելը սկսել է հարվածներ հասցնել նաև Իրանի սահմանամերձ քրդական շրջաններին։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան մարտի 11-ին կայցելի Բաքու, նա բարձր մակարդակի հանդիպումներ կանցկացնի, այդ թվում Ադրբեջանի նախագահի հետ։ Reuters գործակալությունը վկայակոչելով Եվրոպական խորհրդի ղեկավարի մամուլի ծառայությունը նշել է, որ Կոշտան Ադրբեջանի իշխանությունների հետ կքննարկի Բաքվի եւ Բրյուսելի գործակցությունը էներգետիկ ոլորտում։ Նշվում է, որ կողմերը կանդրադառնան նաև մերձավոր արևելքում տիրող իրավիճակին, Իրանի դեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ռազմական գործողության սկսվելուց հետո։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ վերանայված վիզային քաղաքականության շրջանակում կասեցվում է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի դիվանագիտական, ծառայողական եւ պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։ Այսուհետև այդ անձնագրերի տերերը պարտավոր են վիզա ներկայացնել Շենգենյան գոտի պաշտոնական նպատակներով մուտք գործելիս։ Եվրոհանձնաժողովի հաղորդմամբ որոշումը կայացվել է Եվրամիության անդամ պետությունների հաստատումից հետո։ Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են ռազմագերիներին յուրաքանչյուր կողմը վերադարձնելով 300 ռազմագերի։ Լուրը հաստատել են երկու կողմերն էլ սա ռազմագերիների փոխանակման երկրորդ փուլն է, որը համաձայնեցվել էր անցյալ ամսվա Ժնևում կայացած եռակողմ բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սոցիալական ցանցերում գրել է, որ Ուկրաինայի պաշտպաններից ևս 300-ը վերադարձել են ռուսական գերությունից, նշելով, որ նրանց թվում երկու քաղաքացիական անձ կա։ Նա նաև լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես են զինվորներն ավտոբուսներից դուրս գալիս եւ ծածանում Ուկրաինայի դրոշը։ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կոշտ արտահայտություններն ու սպառնալիքները Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հասցեին անընդունելի են։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվ Գիլը։ Նրա խոսքով Եվրահանձնաժողովն ակտիվ քննարկումներ է վարում նպատակ ունենալով մեղմացնել կողմերի հռետորաբանությունները եւ հասնել համաձայնության Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկ տրամադրելու, նաեւ ԵՄ երկրների էներգետիկ անվտանգության
հարցերում։ Ավելի վաղ Զելենսկին առանց անուն նշելու, սակայն ակնարկելով Օրբանին հայտարարել էր, որ վերջինս ստիպված կլինի գործ ունենալ Ուկրաինայի զինված ուժերի հետ, եթե չբացի Կիևին տրամադրելիք 90 միլիարդ եվրոյի վարկը։ Հունգարիայի ղեկավարությունն իր հերթին Կիևին մեղադրել էր Դրուժբա նավթամուղի աշխատանքը միտումնավոր արգելափակելու մեջ։ Վարչապետ Վիկտոր Օրբանն իր սոցիալական ցանցում գրել է, որ Բուդապեշտն այս հարցում չի պատրաստվում գնալ ոչ գործարքների, ոչ էլ փոխզիջումների։ Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 217-ի, իսկ 798 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ Իսրայելական ուժերը մի շարք հարվածներ են հասցրել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին։ Արաբական լրատվամիջոցների փոխանցմամբ Իսրայելը հարվածներ է հասցրել նաև Լիբանանում տեղակայված ՄԱԿ խաղաղապահ առաքելությանը։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը հայտնել է, որ անցած շաբաթ Աֆղանստանի եւ Պակիստանի միջև ռազմական գործողությունների սրումից ի վեր սպանվել է 56 աֆղանստանցի քաղաքացիական անձ, որոնց գրեթե կեսը երեխաներ են։ Նշվում է նաեւ, որ վիրավորվել է եւս 129 մարդ, այդ թվում 41 երեխա եւ 31 կին։ ՄԱԿ-ի պաշտոնյայի խոսքով շարունակվող բռնության հետևանքով հումանիտար օգնությունը չի կարող հասնել բազմաթիվ մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը։ Աֆղանստանի եւ Պակիստանի միջև բախումները սկսվել են փետրվարի 26-ից, երբ Աֆղանստանը սահմանային հարձակում է սկսել ի պատասխան Պակիստանի կողմից իրականացված օդային հարվածների։ Իսպանիայի վարչապետ Պետրո Սանչեսը հայտարարել է, որ ռազմական էսկալացիան սպառնալիք է ոչ միայն համաշխարհային խաղաղության համար, այլև Իսպանիայում եւ Պորտուգալիայում բիզնեսների եւ ընտանիքների բարեկեցության համար, քանի որ նրանք ստիպված են լինելու բախվել կյանքի թանկացման աճին։ Էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման կարգը Հայաստանում փոխվում է։ Կառավարության ընդունած որոշմամբ ներդրվում է շարժիչի հզորացման հաշվարկման նոր մեթոդաբանություն, որը ըստ գործադիրի պետք է ապահովի ավելի արդար, միատեսակ եւ կանխատեսելի մոտեցում։ Փոփոխության արդյունքում բազմաթիվ սեփականատերերի համար գույքահարկը կնվազի։ Նոր կարգավորումը կտարածվի նաեւ արդեն գրանցված էլեկտրամոբիլների վրա։ Էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման գործող մեխանիզմը կփոխվի։ Այս մասին որոշում է կայացվել կառավարության մարտի 5-ին նիստում, որով նախատեսվում է ներդնել շարժիչի հզորության հաշվարկման ավելի արդար եւ միատեսակ մեթոդաբանություն։ Նոր կարգավորմամբ հիմք է ընդունվելու ոչ միայն առավելագույն կամ պիկային հզորությունը, այլ արդյունավետ կամ 30 րոպեանոց կայուն հզորությանը մոտարկված ցուցանիշը, ինչի արդյունքում բազմաթիվ սեփականատերերի համար գույքահարկը զգալիորեն կնվազի։ Կառավարության հիմնավորմամբ գործող մեխանիզմը հաճախ չի արտացոլում էլեկտրամոբիլների շարժիչի իրական հզորությունը, ինչի հետևանքով մի շարք քաղաքացիներ վճարում են ավելի բարձր գույքահարկ, քան պետք է լիներ։ Նոր որոշմամբ սահմանվում է, որ եթե էլեկտրամոբիլը ԵԱՏՄ շտեմարանում ունի լրացված էլեկտրոնային անձնագիր, ապա հաշվարկման հիմք կընդունվի հենց այդտեղ նշված հզորությունը։ Եթե նման տվյալ չկա, կգործի նոր գործակցային մեխանիզմը։ Մինչև 250 ձիաուժ հզորության դեպքում ցուցանիշը կբաժանվի 1.5 գործակցի, իսկ 250 ձիաուժից ավել հզորության դեպքում առաջին 250 ձիաուժը կհաշվարկվի 1.5, իսկ մնացած մասը 2.5 գործակցով։ Հարցը կառավարության նիստում ներկայացնելիս ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել էր, որ փոփոխության առաջարկը եղել է քաղաքացիներից, քանի որ անցած տարվա ընթացքում ստացվել էին բազմաթիվ դիմումներ գործող հաշվարկման կարգը վերանայելու պահանջով։ Նրա խոսքով նպատակը գույքահարկի հաշվարկման կանոններում միատեսակություն ապահովելն է եւ շարժիչի հզորության այդպիսի չափանիշ կիրառելը, որ ավելի մոտ կլինի մեքենայի իրական շահագործման հնարավորություններին։ Կառավարության որոշումից հետո ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը թեմային անդրադարձել է առանձին տեսաուղերձով, նշելով, որ մեթոդաբանության նպատակը գույքահարկի հաշվարկը քաղաքացիների համար ավելի արդար, կանխատեսելի եւ հասկանալի դարձնելն է։ Այսօր շատ էլեկտրամոբիլների սեփականատերեր գույքահարկ են վճարում ավելի բարձր, քան իրականում պետք է լիներ։ Պատճառը գործող հաշվարկման մեխանիզմն է, որը հաճախ չի արտացոլում շարժիչի իրական հզորությունը։ Ձեր կողմից արդարացիորեն բարձրացված այս հարցը մենք մանրամասն ուսումնասիրել ենք։ Մշակել շարժիչի հզորության հաշվարկման նոր, առավել օբյեկտիվ մեթոդաբանություն։ Ներկայացված հաշվարկներով նոր մեթոդաբանության դեպքում որոշ մեքենաների համար գույքահարկը կնվազի ավելի քան 3 անգամ։ Արփինե Սարգսյանը մանրամասնել է։ Եթե ձեր էլեկտրոմոբիլը 2025 թվականի արտադրության է, շարժիչի հզորությունը 218 ձիաուժ է, այսօր դրա համար վճարում եք մոտ 133,000 դրամ գույքահարկ։ Նոր հաշվարկով կվճարեք մոտ 43,000 դրամ։ Մեկ այլ օրինակ։ Եթե շարժիչի հզորությունը 544 ձիաուժ է,
Այսօր գույքահարկը կազմում է մոտ 666,000 դրամ։ Նոր մեթոդաբանությամբ այն կկազմի մոտ 276,000 դրամ։ Թեմային առանձին տեսանյութով անդրադարձել է նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, շեշտելով, որ որոշումը կարևոր փոփոխություն է էլեկտրամոբիլների սեփականատերերի համար եւ փաստացի բերում է հարկային բեռի էական նվազման։ Էլեկտրոմոբիլների գույքահարկի մասին նշեմ, որ էլեկտրոմոբիլների գույքահարկը կտրուկ իջնում է, իհարկե կառավարության որոշումը այսօր ընդունվել է, կարող եք նայել որոշումը, բայց երկու օրինակով ներկայացնեմ, թե ինչքան է իջնում։ Օրինակ, այսպիսի մեքենա կա Zikr 001 Այդ մեքենան 2025 թվականի արտադրության է, իրենց գույքահարկը մինչև փոփոխությունը 666,000 դրամ էր։ Փոփոխությունից հետո կլինի ընդամենը 276,000 դրամ։ Երկրորդ մեքենան ավելի ցածր ձիաուժով մեքենա է, մեքենայի անվանումն է BYD Song Plus։ Այս ուրեմն մեքենան ըստ էության 25 թվականի արտադրության եթե լիներ կվճարեր 133,400 դրամ գույքահարկ, բայց փոփոխությունից հետո վճարելու է ընդամենը 43,500 դրամ, այսինքն ավելի քան 3 անգամ պակաս։ Փոփոխությունը տարածվելու է նաև արդեն գրանցված էլեկտրամոբիլների վրա, սակայն հետադարձ վերահաշվարկ չի իրականացվելու։ Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը գրանցված մեքենաների դեպքում նոր հաշվարկը կկիրառվի հենց այդ օրվանից, իսկ որոշումն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2026 թվականի ապրիլի 1-ից։ Մինչև այդ ճանապարհային ոստիկանության հարթակում քաղաքացիները կկարողանան տեսնել իրենց մեքենաների շարժիչի հզորության թարմացված տվյալներն ու նոր հաշվարկը առանց լրացուցիչ դիմումներ ներկայացնելու։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Հայտապնդում է հարուցվել քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի նախկին առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանի նկատմամբ նա մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներին հանձնարարել է ծեծի ենթարկել հանրահավաքի մասնակից մի լուսանկարչի, վերցնել եւ ջնջել 3600 լուսանկար։ Քրեական հետապնդումներ են հարուցվել ոստիկանության եւս 4 նախկին պաշտոնյայի նկատմամբ։ Մարտի 1-ի քրեական գործով անցնում են նաեւ Հայաստանի երկրորդ նախագահը եւ նրա 3 բարձրաստիճան ենթակաները։ Գործով կան նաեւ հետախուզվող նախկին պաշտոնյաներ։ Անցնող շաբաթվա քրեական քրոնիկոն տեսանյութում։ Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մեկ անձ փորձում հրկիզել ազգային անվտանգության շենքը։ Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ հանցագործություն կատարելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել եւ ներկայացվել է նախաքննական մարմին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դատի է տվել ֆեյսբուքյան օգտատեր բլոգեր Մանուել Մանուկյանին։ Սիմոնյանը պահանջում է, որպեսզի Մանուկյանը հրապարակային ներողություն խնդրի։ Մասնավորապես վերջինս իր ֆեյսբուքյան էջում պետք է հրապարակի հետևյալ հայտարարությունը. Ես Մանուել Մանուկյանս ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից։ Հայցադիմումում նշվում է, որ Մանուկյանը հոգին մարմնի դիմաց վերնագրով գրառում է կատարել, որը վերաբերում է Սիմոնյանին։ Արցախի պաշտպանության բանակի եղնիկներ զորամասի հրամանատար Կարեն Ջավալյանը Քյոխը քաղաքացիական հայց է ներկայացրել բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմ։ Ջավալյանը պահանջում է հրապարակային հերքում եւ 500,000 դրամ փոխհատուցում։ Հայցը վերաբերում է Facebook-ում Ռոման Բաղդասարյանի գրառումներին, որտեղ նա պնդել էր, թե Կարեն Ջավալյանը զինվորներից գողացել է սնունդ, նրանց պահել առանց ջրի, եղնիկներում նվաստացրել եւ սովի մատնել զինվորներին, նաեւ իբր ատել է Հայաստանից եկած զինվորներին։ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ նշված քրեական վարույթով բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել առ այն, որ Հայաստանի փաստաբանների պալատի անդամ փաստաբանը սպանության դեպքի առթիվ Առաջին Ատյանի ընդհանուր իրավասության դատարաններից մեկում քննվող քրեական վարույթում ներգրաված է եղել որպես սպանությունը կատարած մեղադրյալի պաշտպան։ Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ դատաքննության ընթացքում փաստաբանը նախնական համաձայնության գալով մեղադրյալի եղբոր հետ իր կողմից շահագործվող փաստաբանական գրասենյակում այլ ապօրինի, այն է համոզելու, իսկ սպանություն կատարած անձի եղբոր կողմից նաև սպանության սպառնալիքներ հնչեցնելու եղանակով հիշյալ քրեական գործով դատավարության մասնակցին սպանության ականատես վկային հարկադրել են դատարանում կայանալիք հերթական դատական նիստում փոխել մեղադրանքի հիմքում դրված նախաքննական եւ արդեն իսկ տված դատաքննական ցուցմունքները, տալ սուտ ցուցմունք, որը կնպաստի մեղադրյալի պատասխանատվությունից խուսափելուն։ Դատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության վարչության նախկին պետպաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Պողոս Պողոսյանի հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի բռնագանձել 2 անշարժ գույք Երևան քաղաքում 451 միլիոն 540 հազար դրամ։
Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել դատարանին 2011-ից 12 թվականներին կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալի, իսկ 2012 թվականից մինչև 18 թվականը Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արտավազ Սարգսյանից եւ նրան փոխկապակցված անձանցից Հօգուտ Հայաստանի բռնագանձել 2 անշարժ գույք, 2 շարժական գույք, 1 իրավաբանական անձում մասնակցության իրավունք, 325 միլիոն 574 հազար դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ։ Գլխավոր դատախազությունը ոստիկանության նախկին պետ Վալերի Ոսիպյանից եւ նրա կնոջից պահանջում է բռնագանձել 3 անշարժ գույք Երևանում, որից 2-ը կենտրոն վարչական շրջանում, 1 ավտոմեքենա, անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 125 միլիոն 580 հազար դրամ։ Դատախազությունը նաեւ գումարային պահանջ է ներկայացրել մոտ 48 միլիոն դրամի բռնագանձում որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ եւ մոտ 43 միլիոն դրամ։ Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստր Աննա Աբրահամյանը հրավիրվել է դատախազություն։ Աննա Աբրահամյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։ Նա պետք է դատախազություն ներկայանար մարտի 5-ին։ Հովիկ Աբրահամյանի դուստրն աշխատում է Արդարադատության նախարարության Երևանի կենտրոն նոտարական տարածքի նոտար։ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել Մովսես Հակոբյանի եւ Արմեն Հարությունյանի դեմ ներկայացված բողոքը։ Զինվորական դատախազությունը պահանջում է բռնագանձել 4.3 միլիարդ դրամ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում։ Հայցի հիմքում Ռուսաստանից անպիտան զինամթերքի մատակարարման վերաբերյալ քրեական գործի տվյալներն են։ Բացահայտվել է զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակություն եւ հափշտակության փորձ կատարած հանցավոր խումբ։ Իմ քայլի անվան շահարկմամբ խաբեությամբ հայտնել են, իբր կարող են 39-ից 42 միլիոն դրամի օգնություն ստանալ, որի դիմաց պահանջել են հիշյալ գումարի 10%-ի չափով կանխավճար։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էրնեստ Սողոմոնյանի ենթադրյալ ապօրինի ունեցվածքի բռնագանձման հայցը վարույթ է ընդունվել։ Դատախազությունը պահանջում է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի նախկին ղեկավարի հորից բռնագանձել Հյուսիսային պողոտայի 2 անշարժ գույքը եւ ավելի քան 8 միլիոն դրամ։ Նուբարա շենքերակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետ Կարեն Գրիգորյանն օրերս Թոխմախի գերեզմանատան տարածքից փորձել է վերցնել նախապես տեղադրված փաթեթը, սակայն բռնվել է պարեկների կողմից։ Ըստ նախնական տեղեկությունների փաթեթում թմրամիջոց է եղել, եւ օպերբաժնի պետը ըստ երևույթին դա պիտի հասցներ քրեակատարողական հիմնարկ։ Կարեն Գրիգորյանի ավտոմեքենան կապարակնքվել է քննչական կոմիտեում, սպասում են դատարանի որոշմանը, որպեսզի խուզարկություն կատարեն։ Կարեն Գրիգորյանը նախկինում աշխատել է Արմավիր քրեակատարողականում որպես օպերլիազոր։ Ամիսներ առաջ Գրիգորյանի նկատմամբ ծառայողական քննություններ իրականացվել Նուբարաշենի հսկիչներից մեկին ծեծելու համար։ Հայաստանի գլխավոր դատախազը հայտնել է, որ հերթական անգամ Սևան ազգային պարկում բազմաթիվ շինություններ են քանդվել, որոնք ապօրինի են։ Դատախազությունը միաժամանակ տեղեկացրել է, որ ապօրինի շինությունների քանդման աշխատանքները շարունակվելու են 2026 թվականին։ ՀՊ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2025 թվականին Երևանի Ամիրյան 1 հասցեում գործող Armenia Marriott հյուրանոցի խոհանոցում անհիմն առանց որևէ պատճառի վեճի է բռնվել խոհարար ՍՍ-ի հետ, որի ընթացքում կաթսայով լի եռման ջուրը լցրել է վերջինիս դեմքին։ Այնուհետև իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել ՍՍ-ին, նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, որն առաջացրել է առողջության տևական քայքայում։ Մարտի 5-ին Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի նախկին վարչապետ, սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 67 տարեկան։ Սպարապետի կյանքի ուշագրավ դրվագներին անդրադարձել է նրա աշխատակազմի ղեկավար գրող հրապարակախոս Անդրանիկ Հակոբյանի հետ զրույցում։ Բարեկո պարոն Հակոբյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ։ Պարոն Հակոբյան, 2 օր առաջ տեղի ունեցավ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձը, նա դարձավ 67 տարեկան։ Ես անցյալով չեմ խոսում, այո, ֆիզիկապես նա գուցե մեզ հետ չէ, բայց նա մեզ հետ է միշտ մեր հուշերում եւ միշտ լինելու է մեզ հետ։ Մեր դասագրքերում, մեր պատմություններում սերնդերին փոխանցելու ենք նրա անցած ճանապարհը եւ դուք այն եզակի մարդկանցից եք, որը նրա կողքին էր, նրա սկսած առաջին քայլերից, 91 թվականից մինչև 99 թվական։ Նրա հետ եք սկսել, նրա հետ եք աշխատել, նրա մասին շատ բան գիտեք։ Ինչպիսին էր նա։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Ինձ համար միշտ էլ մեծագույն բավականություն է խոսել Վազգեն Սարգսյանի մասին, ընդ որում ես շատ հազվադեպ ու շատ քիչ եմ խոսում, որտեվ թողում եմ, որ մեր հասարակությունը ինքը ժամանակի ու տարածության մեջ ինքը իր համար ճշտի Վազգեն Սարգսյանի տեղն ու դերը։ Վազգեն Սարգսյանի ծննդյան առթիվ եւ իր մասին խոսելու համար պիտի խոսել
բոլոր այն հրաշալի մարդկանց համար, ովքեր կերտեցին Վազգենի կերպարը։ Խոսքը մեր ժողովրդի մասին է, որ ազատամարտի տարիներին իրեն լավագույնս դրսևորեց, խոսքը մեր ազատամարտիկների մասին է, խոսքը ոստիկանության այն ժամանակ միլիցիայի մասին է, որը պատերազմի ձևավորման այդպես ակունքներում է կանգնած, հատուկ գնդի տղաների մասին է, մեր զինվոր տղաների մասին է։ Վազգեն Սարգսյանը ամեն ինչի մեջ մարդեր ինչպես Շեքսպիրն իր հորն էր բանը Համլետն իր հորն էր բնութագրել, իսկապես մարդեր ամեն ինչով կենսուրախ, բաց, թափանցիկ, հավատավոր, Վազգենի մեջ նենք բան չկար, մարդիկ ովքեր իրենք կայանալու խնդիր ունեին, հաճախ իրենց վարքով Վազգենի մասին սխալ պատկերացում էին ստեղծում, Վազգենը չափազանց, եթե կուզեք նույնիսկ ամոթխած, չափազանց բարեկիրթ։ Այդ մանրամասների մասին խոսենք ընթացքում, դուք պաշտպանության նախարարությունում եք աշխատել, կառավարությունում եք աշխատել, այսինքն անկախ Հայաստանի բանակի կերտման սկզբնամասում հենց դուք եք եղել։ Այ ինչպես ձեր գործակցությունը ստեղծվեց, ինչպես ծանոթացաք։ Նախ մենք Վազգեն Սարգսյանի հետ շատ հին ծանոթներ էինք, 77 թվականին երկուս էլ ուսանողներ էինք։ Գրական թերթում ես փոքրիկ մի նյութ կարդացի, տակը ստորագրված էր Վազգեն Սարգսյան, ֆիզկուլտ ինստիտուտի ուսանող, ես շատ զարմացա, որ ֆիզկուլտ ինստիտուտի ուսանողը այդքան կոկիկ ու գրագետ էր գրել, դե այն ժամանակ մեր մոտ սխալ պատկերացում կար, ֆիզկուլտ ինստիտուտը միայն ուժային այդպես բաներով էինք հաշվում։ Դա եղավ պատճառը, որ մենք գրականության հողի վրա ծանոթացանք եւ մտերմացանք եւ ես շատ բարձր եմ գնահատել իր արձակը եւ ընդհանրապես հետագայում նաեւ իր հրապարակխոսական հոդվածները եւ իր ձևավորման ամբողջ ընթացքին կամա ակամա իբրև ընկեր հետեւել եմ եւ հիացել եմ իր վրա աշխատելու իր կուլտուրայի համար։ Այ ինչպիսին էր նա որպես Արցակ գրող կամ ուղակի մարդ, որը գրում էր, դուք նաև գրող հրապարակախոս եք, ձեր գնահատականը ինչպիսին էր, որտեղ մարդկանց մոտ միշտ տպավորված էր, որ ուժային կառույցում աշխատողը, ինքն էլ հա նորաստեղծ բանակ, պատերազմական վիճակներ, միշտ մտածում են, որ նա ինչ որտեղ կոպիտ է, ինչ որտեղ բիրտ է, ինչ որտեղ դաժան ինչ որ բաներ ունի, բայց շատերն էլ ասում են, որ նա բավականին նուրբ հոգի ունի։ Այ դուք դրան գիտեք արդեն շատ վաղուց։ Ինչպիսին էր նա։ Ամենայն չբացահայտված անկյունները, հա, փորձենք բացահայտել։ Պատերազմական գործընթացները փափկության, ներփազգացության տեղ չէին թողում։ Հիմա չեմ ուզում վերադառնանք դրան եւ մանրամասնորեն ներկայացնեմ, բնականաբար ենթադրում էին եւ կոպտություններ, եւ կոշտություններ, կուզեք նույնիսկ դաժանություններ, բայց որոնք պատճառաբանված էին իրավիճակով։ Վազգենի մասին պարզապես պետք է 2-3 этаպով խոսել, իբրև գրողի, իբրև ռազմական գործիչի եւ իբրև պետական գործիչի։ Դրանք շատ տարբեր գործիչներ էին, առանցքում շատ նման իրար։ Վազգենը շատ ուշադիր մարդ էր, շատ ուշադիր ընկեր, շատ բարեկիրթ ընկեր։ Ձեզ հավատացնում եմ, ազատամարտի մեր տղաներին իսկապես իր սիրած բառով ասեմ, հոդացավից անգամ ճանաչում էր եւ չափազանց ուշադիր էր։ Շատ հաճախ իբրև պաշտպանության նախարար ինքը ուզենարել չէր կարող այդ բոլոր խնդիրներով զբաղվել, դրա ծանրակշիռ մասը զբաղվում եմ ես եւ մեր տղաները, ովքեր հիմա ինձ դիտում են, իրենք հաստատ թույլ չեն տա, որ ես ասեմ, որ մաքսիմում առավելագույն անում ենք, որպեսզի հնարավորությամբ աջակից ելնենք հոգանք մեր տղաների հոգսերը եւ երկրապան ձևավորվեց հենց այդ հողի վրա, որպեսզի կառուցվածք ձևավորվի եւ կարողանան համակարգված վերաբերվել ազատամարտի տղաների խնդիրներին, իրենց ընտանիքների խնդիրներին, որոնցից մեծամասամբ ես էի զբաղվում։ Վազգենը չափազանց ուշադիր էր նաև համագյուղացիների, շրջանի մարդկանց, ամբողջ հանրապետությունը ինքը արդեն ճանաչում էր, որովհետև փոքր է մեր երկրի սահմանները եւ ինքը սահմանային գոտու բոլոր տարածաշրջանում Վարդենիսով, Ճամբարակով, չգիտեմ Նոյեմբերյանով, Տավուշով, մինչև Սյունյաց աշխարհ գրեթե բոլորին ճանաչում էր, գոնե ազատամարտի տղաներին անձամբ էր ճանաչում։ Պարոն Հակոբյան, դուք արդեն նշեցի, ես մեկ անգամ նշեմ, որ բանակի սկզբնավորման պահից այնտեղ եք եղել նրա կողքին։ Ինչ էր նրա համար հայոց բանակը։ Նախ առանց Վազգենը ինձ համար կուրկ չի եղել։ Վազգենը ընկեր լինելուց բացի ես նաև քաղաքացի եմ, մտավորական եւ իրերին սթափո եւ օբյեկտիվ եմ վերաբերվում։ Վազգենը մինչև վերջ հայրենասեր մարդ էր, անմնացորդ պետական մարդ։ Հիմա մի գործածության մեջ է օգտագործում պետականամետ, ընդհանրապես պետականամետը դա ուրիշ հասկացություն է։ Վազգենը պետական մարդ էր ամեն ինչով։
ինքը հասկանում էր, որ ազգային հոգևոր բարոյական նյութական արժեքները պահպանելու լավագույն միջոցը դա բանակն է։ Եվ եթե կար ժամանակ, որ ինքը լրագրող էր, ինքը ստեղծագործական բաներով արժեքներով էր ապրում, բանակում ինքը հասկացավ, որ չկա մի արժեք, որ ավելի սիրի, քան բանակ է։ Թույլ տվեք չհամեմատվելով ասեմ, որ ինձ համարել է բանակ այդպեսին։ Կար ժամանակ, որ կրթությունից ենք սկսել դպրոցից, թե ես, թե Վազգենը, թե մեր ընկերները, Ֆիրդուս Զաքարյանը, որ Վազգեն Սարգսյանի մասին օրերս երկրորդ հրաշալի գիրքը Մենք դրան հետ շուտով կանդրադառնանք, այո։ Մենք դպրոցից ենք սկսել եւ կարծում էինք, որ երեխայից շատ ոչ մեկին չենք սիրում, բարձվեց, որ բանակ ամենաթանկ երեխան է եւ դա Վազգենի համար ամենասիրասուն արժեքն էր, որին անվերադարձորեն նվիրված էր։ Որտեվ տեսեք, նա չամուսնացավ, գուցե չհասցրեց, որտեվ նրա համար հայրենիքն էր առաջին տեղում եւ բանակն էր։ Շատերը նույնիսկ ասում են կեսկատակես լուրջ, նա ամուսնացած է բանակի հետ։ Բանակը նրա համար ամեն ինչ էր։ Ամեն ինչ էր, դուք շատ լավ սահմանեցիք, այո։ Հերեր, մերեր, հայրենիքեր, տուներ, օջախեր, պաշտպանություններ, որտեղ բանակով է սկսում եւ բանակով է վերջանում հայրենիքի պաշտպանությունը։ Առանց պաշտպանված հայրենիքի, առանց պաշտպանված արժեքների, առանց պաշտպանված քույրերի ու եղբայրների չի կարող լինել պետականություն եւ այդ պետություն ապագա չի կարող ունենալ։ Եվ մեր հաղթանակն էլ հենց շահեկան էր այդ մասով, որ հենց այդպիսին է բանակի գլխին կանգնած մարդը, որ կարողացանք այդ դժնդակ տարիներին, չէ՞ որ խորհրդային երկիրը փլուզվել էր, խառնիչ աղանջ վիճակ էր, նոր աշխարհակարգ էր ձևավորվում եւ մենք չունեինք այն ռեսուրսները, հանուն ճշմարտության պետք է ասենք, բայց կար գաղափարը, հավատը, որը համախմբել էր բոլորին եւ Փարոսի պես նա կարծես բոլորին տանում էր իր հետևից։ Դա էր արդյոք մեր հաղթանակի գրավականը։ Եթե ձեր եթերը սահմանափակ չլներ եւ ինձ հնարավորություն տրվեր մի փոքր ավել ծավալվելու եւ Վազգենին Վազգեն դարձնող այն բոլոր հրաշալի տղաների, այն փաղանգի անունները, շատ շատերի անունները հիմա կտայի եւ վերջացրած ասեցի մեր ժողովրդով, Վազգեն Սարգսյանը իրեն գտավ բանակում, իրեն գտավ հայրենիքի պաշտպանության մեջ եւ ինքը կառավարություն գնաց ակամա, բայց ինքը հոգով էյությամբ մնաց բանակի մարդ եւ բանակի հետ։ Գիտեք, պատմությունը մեկ անգամ չի որ ապացուցել եւ այո, Վազգեն Սարգսյանը բանակ չի ծառայել իրերի բերումով։ Ես էլ խորհրդային Երևանի պետական համալսարանը ավարտելուց հետո ընդամենը 3 ամիս եմ եղել բանակում, ստանալով սպայական կոչում, լեյտենանտի զինվորական կոչում։ Բայց հանգամանքները Վազգենին դարձրեցին զինվորական եւ ինձ հաճելիորեն զարմացրել է, կողքից ավելի հեշտ է տեսնել, թե Վազգենը ոնց մտավ այդ շապիկից ներս եւ մեր հրաշալի փաղանգ է գեներալների Նորատեր Գրիգորյանով, Անատոլի Զինևիչով, Մուրադ Սարգսյանով, գեներալ Աբրահամյանով, Միխոսկով Իվանյանով, Անդրեասյանով, որ թվարկեն բարեբախտաբար այդ փաղանգը շատ մեծ է, նրանցից յուրաքանչյուր եղավ Վազգեն Սարգսյան զինվորականի համար դասիրակության օջախ եւ նրանց յուրաքանչյուր դասերը Վազգեն հրաշալի յուրացնում էր եւ օբյեկտիվորեն ասեմ, ես չեմ տեսել որևէ մեկը, որ այդքան աշխատեր ինքն իր վրա, ինչպես Վազգեն Սարգսյանը։ Շատ լավ, հիմա խոսենք Ֆիրդուս Զաքարյանի գրքի մասին, մարտի 1-ին տեղի ունեցավ նրա տուն թանգարանում գրքի շնորհանդեսը, մի փոքր կմանրամասնեք, ինչի մասին է գիրքը, ինչ է այն տալու սերունդներին եւ այլն։ Ֆիրդուս Զաքարյանը եղել է կոմերտական աշխատող Վազգեն Սարգսյանի հետ, երկուսն էլ, մեկը Արարատի ինդուստրիալ տեխնոլոգիական տեխնիկում, մեկը ցեմենտ շիֆերի կոմբինատում, հետո իրերի բերումով Ֆիրդուս Զաքարյանը դարձել է Արարատի կոմերտմության շրջկոմի առաջի քարտուղարը եւ խորքից են իրար ճանաչել։ Վազգեն Սարգսյանի 60-ամյակի օրերին Ֆիրդուս Զաքարյանը մի քանի հրապարակումներ արեց։ Ես տեսա, թե ինչ հրաշալի գիրք կարող է ստացվել եւ անկեղծ ասած անդադ հորդորեցի շարունակել դա։ Ես անդադ մտածել եմ, որ Վազգեն Սարգսյանի մասին ինքս պետք է գրեմ, բայց Ֆիրդուս Զաքարյանը, որ նախաձեռնեց, որոշեցի, որ զորավի կլինեմ իրեն եւ սա սերունդների համար հրաշալի սկզբնաղբյուր է, գալիք սերունդների համար։ Գիտեք, պատմաբաններից շատերը ժամանակի ընթացքում պատվերներով են գրել այս կամ այն պետական գործչի մասին։ Ես օրինակ շատ հավանում եմ Տարլեի գիրքը Նապոլեոնի մասին։ Հիմա Ֆիրդուս Զաքարյանը բարեբախտաբար անշպար բնական ներկայացրել է Վազգեն Սարգսյանին իր թուլությունների, թերությունների, սխալների, նաև հաջողությունների մեջ եւ այս երկրորդ գիրքը, որ օրերս է լույս տեսել, Վազգեն Սարգսյան չհեռացող հիշողություն երկրորդ գիրքը, արդեն Վազգենին անձնապես ճանաչած 70 եւ ավել մարդկանց հիշողություններ են
եւ ամենամեծ ցանկության դեպքում էլ 70 մարդ չէին կարող իրենց կեղծել։ Շատ բնական սկզբնաղբյուր է Վազգենի Սարգսյանի կերպարը ճանաչելու տարբեր հարթություններում։ Ազատամարտիկ ընկերները պատերազմական գործընթացների մեջ են ներկայացնում Վազգեն Սարգսյանին, կոմերտական ընկերները այդպես գրական գեղարվեստական միջավայրի ընկերները այդպես։ Մի խոսքով հրաշալի գրականությունը իբրև սկզբնաղբյուր պատմաբաններին, հասարակագետներին, քաղաքագետներին եւ ամենակարևորը շատ օբյեկտիվ ներկայացված է ես որպես նաեւ Վազգեն Սարգսյանի բավականին մոտիկից ճանաչող մարդ, մի 40 էջել ինքս եմ գրել հիշողություններ այստեղ, այնպես որ կարծում եմ շատ օգտակար արժեքավոր գիրք է, այսինքն ինքը կարող է լինել նաև սեղանի գիրք, պատմության գրքերում նաև տեղ ունենա այդ թեման։ Տեսեք, եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, ինչ կհարցնեիք նրան։ Ես երևի թե Վազգեն Սարգսյանի հետ կկռվեի, ոչ թե հարցեր կտայի, որովհետեւ ինքը չափազանց ներողամիտ էր եւ հանդուրժող էր, չնայած միշտ սխալ պատկերացում են կազմել իր մասին, մի թվում էր թե ինքը շատ հիշաչար եւ այլն։ Գիտեք, հաճախ շատ ներողամտությունն էլ է թերություն իմ կարծիքով եւ Վազգեն Սարգսյանը իր բաց լինելով, շփվող լինելով, հանդուրժող լինելով հանդերձ կամա թույլ է տվել, որ շատ մարդիկ իր մասին խոսեն, որոնք արժանի չեն իր անունը բարձրաձայնելու։ Եվ այդ իմաստով ես իր հետ կռիվ ունեմ եւ այդ կռիվը արդեն 25 տարի է չի դադարում իմ եւ իր նկատմամբ, էլի։ Իսկ հարցնել չէի հարցնի, կուզենայի որ եթե ինքը վերադառնար առանց հարց ու պատասխանի գար ամբողջ էությամբ իրեն բնորոշ հախուռն էությամբ մտներ այս երկրի սոցիալական, տնտեսական, ստրատեգիական խնդիրների տակ ու մենք էլ իրար հետ ինչպես այն ժամանակ 90 թվականին երասխի այդպես առաջին քայլերից մտնեինք մեր ուսը տայինք մեր երկրի խնդիրների տակ ու փորձեինք լուծել։ Պարոն Հակոբյան, ինչպիսին է այսօրվա մեր բանակը։ Դա իսկապես Վազգենի երազած ու կերտած բանակն է։ Պետք է անկեղծորեն ասեմ, որ ես այսօրվա մեր բանակը չեմ ճանաչում, որտեղ արդեն 26 տարի ես բանակում չեմ։ Ինչքան էլ որ տեսնում եք։ Իմ տղան է եղել բանակում, իդեպ իմ տղան նույնպես զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ է, ինքը զինված ուժերի գնդապետ եմ։ Մի բան կարող եմ ասել, որ մենք Արցախյան այդ 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ մենք հրաշալի սերունդ ունենք, հրաշալի զինվորներ ունենք, շատ լավ հրամանատարներ ունենք եւ բոլոր նրանք, ովքեր առողջ չեն վերաբերվում եւ առողջ հայացքով չեն նայում մեր բանակին, հիվանդությունը պետք է փնտրել իրենց մեջ։ Իրենք են ախտահարված, մեր բանակը շատ առողջ է, հրաշալի սերունդ է։ Ես զինված ուժերի պահեստազորի գնդապետ գլուխ եմ խոնարհում այսօրվա մեր շարքային զինծառայողի առաջ։ Եվ փորձենք ամփոփել մեր այսօրվա շատ կարևոր, եթերը սպառապետի մասով, այ կցանկանայի, որ ունեք բացառիկ հնարավորություն, պատմիկ մի դեպք, որը առաջին անգամ եք պատմելու, կամ ինչ-որ մի հատ հիշարժան պահ Վազգենի հետ կապված, որ մեր հեռուստադիտողը հանրության լանշերտեր, մեր քաղաքացիները չգիտեն, բայց ցանկանայիք, որ այդ մասին իմանային։ Ցանկացած ինչ ուզում եք։ 98 թվականին գեներալ Մանվել Գրիգորյանի հետ ուղեկցում էինք պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին։ Մեզ հետ էր այդ պահին Ֆրանսիայում մեր դեսպանի պաշտոնակատար Քրիստիան Տեր-Ստեփանյանը, քայլում էինք Փարիզի փողոցներով, Քրիստիան Տեր-Ստեփանյանը լինելով արմատական այդպես ֆրանսիացի, մեզ ներկայացնում էր այս կամ այն հրապարակը տարբեր զորականների, զինվորականների անունով, հանկարծ Վազգեն Սարգսյանը շուռ եկավ ինձ ասեց Անդրանիկ, ինչպիսին է տպավորությունդ։ Դե իմ սերունդը Վիկտոր Հյուգոյի կամ Բալզակի գրականության Փարիզը անգիր ճանաչում էինք ըստ էության փողոց առ փողոց։ Տպավորությունս հարցրեց, ես էլ անսպասելի ասեցի վիրավորված եմ, պարոն նախարար։ Շատ զարմացած ինձ նայեց, ասեց ինչի։ Ասի վիրավորված եմ, որ այս պայմանները ինչ որ ունի ֆրանսիացին, չունի հայը, չունեն իմ ծնողները, ինչով ենք մենք վատ, մեր ժողովուրդը վատ, որ այս խաղաղությունը, այս շքեղությունը, այս բարեկրբանը, մի խոսքով այդ բարեկեցությունը չունի մեր ժողովուրդը։ Ես ինձ վիրավորված եմ զգում իմ հորը մոր փոխարեն, մեր սերնդի փոխարեն։ Էլ երկար ժամանակ Վազգենը չխոսեց։ Շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար եւ ես էլ եմ շնորհակալ։
Այսքանը ցտեսություն։